Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 3 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեզ կրկին հյուրընկալեցիք։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Բժիշկ, ուզում եմ խոսենք մի վիրուսի մասին, խանտավիրուս, տեսնենք թե այն ինչով է տարբերվում վիրուսների մյուս տեսակներից։ Այո, խանտավիրուսը հիմա տարածված է այս սեզոնին։ Դե ամեն սեզոնին ասենք իր վիրուսն է տարածում, խանտավիրուսը հիմա գլխավոր դերն է կատարում իրեն եւ հատկապես նա վարակում է թիրախային խմբերով անձանց, որոնց մեջ մտնում են նորածինները, երեխաները 0-ից 18 տարեկան եւ 65+ տարեկայինները, որովհետեւ հատուկ տարիքներ են դրանք։ Այո, այդ տարիքի խմբերի մոտ իմունային համակարգի դեֆեկտներ են լինում։ Դրա համար էլ ինքը ախտահարում է այդ տարիքի անձանց։ Այո, կարող է նաև ախտահարել մյուս տարիքի, որը չթվարկեցի, բայց այդտեղ կախված է այդ անձանց իմունային վիճակի մասին, կարգավիճակով է պայմանավորված։ Ինչ տիպի վիրուս է ինքը հիմնականում։ Նախանտ ընտանիքի վիրուս է, որ ասեն չի տարբերվում մյուս վիրուսներից, որոնք առաջանում են սեզոնային ինֆեկցիաներ կամ ասենք կորոնավիրուսից, որովհետև նրանց հետևանքները նման են համարյա թե նման են իրար, ասենք ախտահարումների տեսակը, բարդությունների զարգացման տեսանկյունից բոլորը համարյա թե նույնն են, որովհետև այդ վիրուսները գործում են իմունիտետի թույլ լինելու պարագայում։ Եվ նրանք դա շատ լավ ոնց որ հասկանում են եւ սկսում են վարակել այդ թիրախային խմբերով պացիենտներին։ Ընդհանրապես վիրուսը, որ ներմուծվում է, այստեղ արդեն կարևոր չէ ճանապարհը ինչպես է ներմուծվում, օտարի կապիլային, կոնտակտային ձևով կամ սնունդի միջոցով, դա կապ չունի։ Նրանք առաջին հերթին սկսում են ազդել իմունային համակարգի վրա։ Ոնց որ շպիոնի պես մտնում են, հա, վերացնում են հենց սիլավի ստրուկտուրը։ Այժմ ոնց են ասում։ Այդ բանակն են ոչնչացնում, որ առաջի գծին է կանգնած, հետո մտնում են թիկունք, սկսում են իրենց գործը կատարել։ Այո։ Առաջի հերթին նրանք իմունիտետին դեֆեկտ առաջացնում, որովհետեւ իմունիտետը չկարողանա նրանց դեմ պայքարել։ Դրանից հետո նրանք ներմուծվում են բջիջի մեջ եւ սկսում են իրենց գործը կատարել։ Բոլոր վիրուսներին յուրահատուկ է գիտեք ինչ է, որ նա ներմուծվում է օրգանիզմ, բջիջ։ Առաջին հերթին նրանք մտնում են գենետիկական համակարգ, ոնց որ մայր կոմպյուտերի, որտեղ ծրագրերն են, հա, բջջի աշխատանքի, օրգանիզմի աշխատանքի վերաբերյալ ծրագրեր կան։ Ես սկսում եմ ծրագիրը փոխել եւ հրամայում են միջուկին, գենետիկական ապարատին, որպեսզի նրանք թողարկեն վիրիոններ։ Այ կոպիտ ասած վիրուսի շարունակական։ Այո։ Մի խոսքով օրգանիզմը կարծես իրենց են ենթարկեցնում։ Այո, հրաման են տալիս, ծրագիրը փոխում են եւ բջիջը, որը դեռ չի ոչնչացել, նա ստիպված թողարկում է վիրուսի մասնիկներ։ Հետո այդ վիրուսի մասնիկները դուրս են գալիս բջիջից, միավորվում են եւ դառնում են զարգացած վիրուս։ Եվ այդ վիրուսը արդեն գնում է ախտահարելու հերթական չախտահարված բջիջը։ Ամբողջ խնդիրը նրանց դեմ պայքարը հենց այդտեղ է։ Որոնք ուրիշ բան չեն անում։ Ես ստիպված է բջիջը ենթարկվել եւ թողարկել վիրիոններ։ Նա ուրիշ գործ չի անելու, որտեղ ծրագիրը փոխել են։ Լավ, իսկ ինչպես է պայքարելու, հա, այդ վիրուսի դեմ։ Ընդհանրապես վիրուսի դեմ պայքարելու միջոցներ մենք շատ քիչ ունենք։ Մի 2-3 վիրուսի դեմ պայքարի սպეციფიկ մեթոդներ կան, դրանք տեղորակի տեսքով կան եւ ընդունում են օրինակ հեպատիտ C-ի վիրուսի բուժումը, միավ վարակի, միավ վիրուսի բուժումը, դրանք կան։ Դրանք սպეციფიկ տեղորակներ են, որոնք ստեղծել են, որպեսզի այդ վիրուսներին ոչնչացնեն։ Մնացած վիրուսների դեմ մինչև այսօր չկա հագավիրուսային մի պրեպարատ, որ կարողանան այդ վիրուսներին ոչնչացնել։ Դա առաջինը, երկրորդը այս վիրուսները իրանց այդ վիրուլենտ հատկությունները վարակի առումով,
պաթոգենետիկ առումով նրանք շուտ են փոփոխում։ Օրինակ գրիպի վիրուսի դեմ պայքար, ասենք մենք այս տարի ստեղծեցինք գրիպի վիրուսի դեմ պատվաստում, չէ՞։ Մյուս սեզոնին որ գալիս է գրիպի էպիդեմիա, պետք է տարածի այդ գրիպի վիրուսի դեմ մենք չենք կարող ստեղծել, որովհետև չենք հասցնի։ Ինքը այնքան է շուտ փոխվում։ Իր հագածինային հատկությունները փոխում է, վիրուլենտությունը փոխում է, մենք չենք հասցնի բանել, վակցինա արտադրել դրա համար պայքարը գրիպի դեմ այդպես հաջող չի ընթանում։ Ախտանիշները ինչպիսին են, որ ախտանշանների դեպքում, հա, մարդը արագ զգա, որ ինքը արդեն վարակվել է այս վիրուսով եւ դիմի բժշկի։ Վիրուսային ախտանշանների համարյա թե ախտանիշները սկզբնագաշրջանում նման են։ Ոչինչով չես կարող տարբերել, թե սա խանտավիրուսն է, սա կորոնավիրուսն է, սա այն վիրուսն է, չես կարող ասել։ Այսինքն հազ, ջերմություն, երկու այո, լինում է կատարալ երևույթներ։ Հազ, փրշտոց, քթից արտադրություն, աչքերում ծակոցներ կամ ասենք արցունքահոսություն, ջերմության բարձրացում կամ կարող է նաև ջերմություն չլինի։ Եթե իմունիտետի վիճակը լավ չէ, այն չէ, ուրեմն ջերմություն էլ չի լինի։ Բայց մեծ դեպքերում կարելի է սպասել ջերմություն 37, 7.2, 7.5, բայց ոչ 9.40։ Այս դեպքում ջերմություն ունենալը ցանկալի է, հա։ Ջերմություն ունենալը ցանկալի է այն առումով, որ մենք մտածում ենք, որ իմունիտետը ինչ-որ կերպ աշխատում է, այսինքն հանդիմանում է։ Իսկ եթե ջերմություն չենք ունենում, նշանակում է այստեղ իմունիտետը լռում է։ Պատճառը բարձենք թե ինչու։ Դա շատ վատ ազդանշան է մեզ համար։ Հետո, ասենք 3 օրվա ընթացքում, եթե իմունիտետը չի կարողանում վիրուսի դեմ պայքարը մինչև վերջ տանել, արդեն սկսում է վիրուսից հետո բարդությունները։ Դա կլինի միկրոբային բարդություններ, դա կլինի բակտերիալ բարդություններ, հետո այդ բարդությունները տալիս են կամ ասենք օտիտ, ագանջի բորբոքում, կամ կոկորտմպանի բորբոքում, կամ ասենք բրոնխիտ, թոքաբորբ, ինչու՞ չէ։ Հետո կարող է այս վիրուսները նաև ազդում են ոչ միայն վերշնչուրների, այլ նաև կարող են աղիների ստամոքսարական տրակտի վրա ազդել, առաջացնելով փսխում, ոսկոց, լուծ, որովայնում ցավեր, կամ կարող են միզուգների ինֆեկցիայի տեսքով ընթանալ, որը առաջացնում է ջերմություն, ընդանուր թուլություն, միզելու ժամանակ ցավեր, ծակծկոցներ, մեզի գույնի փոփոխություն, հաճախամիզություն, պացիենտը գնում է մեզելու գալիս է դեռ տուալետից դուրս չի եկել, նորից ցանկություն ունի մեզելու գնում է, բայց մեզ չկա արդեն։ Այդտեղ կարող է լինել նաև արյունամիզություն։ Փաստորեն այս հետևանքները, հա, բարդացված շատ ավելին են։ Այո։ Եվ ինչպես անենք, որ չհասնենք այդ բարդություններին կամ այդ բարդություններին հասնելուց հետո բուժումը ինչ եղանակով է իրականացվում, բնականաբար ավելի, հա, բարդ, քանի որ դեպի ստացիոնար է ոնց որ գնում։ Այո, բարդությունների դեպքում ստիպված ես լինում ուղեկել ստացիոնար։ Ես ձեզ պետք է ասեմ, որ վերջի տարիների վիրուսային պանդեմիաների ժամանակ իմունիտետի մեջ փոփոխություն է եղել, ինչ առումով, որ այստեղ immuniteti դեֆեկտները բերում են աուտոիմուն, աուտոբորբոքային process-ների զարգացմանը։ Աուտոբորբոքային նշանակում է օրգանիզմի բջիջները, իմունային բջիջները, իրենց են ստեղծում բորբոքային ցիտոկիններ, որտեղ մենք ունենք նաև ոչ բորբոքային, հագաբորբոքային ցիտոկիններ եւ ունենք բորբոքային ցիտոկիններ։ Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ բորբոքային ցիտոկիններ շատ է արտադրվում եւ այդ process-ը բերում է բորբոքման, որը կոչվում է նաեւ աուտոբորբոքային process, որտեղ բորբոքումը կարող է լինել բակտերիալ, վիրուսային, սնգային, անհայդեցիալոգիայի, ալերգիկ, բորբոքային տարբեր ձևեր կան, բայց այս տիպի բորբոքումը ավելի շատ նկատվում է աուտոբորբոքային process։ Աուտոբորբոքային process-ը ցիտոկիններն արտադրելով այնտեղ արդեն տեղի ունենում առաջերտին բորբոքումը ոնց է օրգանիզմը կանխում տրոմբի առաջացումով։ Միկրոտրոմներ են առաջանում կապիլյարներում, օրգաններում, հետո այդ process-ը շարունակվում է, մակրոտրոմներ են առաջանում, որը այդ մակրոտրոմները խախտում են տվյալ օրգանի սնուցման process-ները, արտադրանքի process-ները, դրանք բոլորը խախտվում են։ Եվ օրգանիզմը չի կարող նորմալ աշխատել, որովհետև իրեն սնուցող զարգերակի մեջ կա տրոմներ, որոնք
այրաշրջանառություն տվյալ օրգան խանգարում են։ Այո, եւ ինքը ստիպված է լինում աշխատել սոս ծրագրով։ Այդ ռեժիմով կաշխատի, որովհետեւ կարողանա իրեն վրա դրած ֆունկցիան կատարել։ Եվ եթե բարդությունները լինում են, դրանք լուրջ բարդությունների մասին է խոսքը, իհարկե, եւ այդ բարդությունները ժամանակին կանխելու համար պետք է մենք առաջի 3 օրը վիրուսի ներթափանցման օրգանիզմի առաջի 3 օրը կարողանանք ընդհանուր հագավիրուսային միջոցառումներ կազմակերպել, դրանցից են համարվում, ասենք, վերին շնչուղիների կոպելը։ Ինչու՞ չէ առաջներում օրինակ քթի խոռոչի լոջաթաղանթը կոպելու համար սառը ջուր են կատեցնում, սառնարանից պաղ ջուր, հա, կատեցնում են, որովհետեւ կոփեն լոջաթաղանթին այդ աստիճանի ջերմության տակ աշխատել։ Այդտեղ որ սառեցում է, ինքը իմունիտետը լավ էր աշխատում։ Հետո կողորտը, սառը ջրով ողողելը եւս կողորտի տեղային իմունիտետը բարձրացնում է։ Իսկ ընդհանուր իմունիտետը բարձրացնում ենք մենք այնտեղ առաջներում օգտագործում ենք շատ վիտամին C։ Ինքը լավ օգնում էր։ Հիմա էխինացիա կա, բուսական է, եւս ինքը իմունիտետի վրա է աշխատում։ Կան նաեւ իմունիտետի վրա աշխատող բիոլոգիական պրեպարատներ, որոնք որ խթանում են էնդոգեն, այսինքն ներսին իմունային համակարգը։ Դրանցից էին պատկանում պոլիօքսիդոնին, լիկոպիդը, դրանք շատ լավ իրենք միկրոբային մասնիկներ էին եւ վիրուսային։ Երբ որ օրգանիզմը ցնում է այդ մասնիկները, բակտերիաների կամ վիրուսների, օրգանիզմը դա համարում է որպես ինքը ներմուծված բակտերիալ լրիվ ցելի բակտերիաներ կամ միկրոբներ եւ ինքը սկսում էր հագամարմինեն արտադրել։ Իսկ հիմա մասնիկները, որ մտվում է օրգանիզմ տարբեր ձևով, ներարկման ձևով, խմելու ձևով, օրգանիզմը արդեն հասցնում է հիշել այդ հագածնային հագածնին հիշում է, որ ինքը ինչ որ ժամանակ հանդիպել է դրա հետ իմունիտետը, ես սկսում եմ հագամարմինեն արտադրել, բայց չէ որ մենք ներմուծել ենք մասնիկներ վիրուսային եւ ոչ թե լրիվ վիրուս։ Մասնիկները ներմուծելով առաջանում է հագամարմիններ լրիվ վիրուսի դեմ։ Եվ եթե հանգած լրիվ վիրուս ներմուծի օրգանիզմում տարբեր ճանապարհներով, արդեն օրգանիզմը պատրաստ է հագամարմինեն արտադրել եւ այդ process-ը կանխել եւ դա կլինի պրոֆիլակտիկա։ Բժիշկ, տեսեք, ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ ահա 0-ից 18 տարեկանները եւ 65+-ները։ Հիմա ուզում եմ անդրադառնալ այս երեխաների հաճախակի հիվանդացությանը։ Ունենք մեր կենսակերպում այսպիսի դեպքեր, երբ երեխան տարվա մեջ մի քանի անգամ հիվանդանում է, սա նորմալ երևույթ է։ Դե իհարկե, այդպես չպետք է լինի, առաջներում ընդհանրապես երեխաները չեն հիվանդացել, որովհետեւ նրանք մոր կրծքի կաթի միջոցով ստացել են իմունիտետ եւ իրենց իմունիտետը զարգացել է մոր կրծքի կաթի հիման վրա եւ այն տևել է 5 տարի։ 5 տարուց հետո, երբ որ երեխան արդեն սկսում է անցնել արհեստական սնուցման եւ կրծքի կաթ չի ուտում, ուրեմն ինքը զարգացնում է իրեն ներքին իմունիտետը, որովհետեւ այն լինի ակտիվ եւ առողջ իմունիտետ լինի, դեֆեկտներ չունենալ, դա համար պետք է որպեսզի մոր կրծքի կաթով ստացած իմունիտետը լինի բավարար, հիմք լինի, լավ հիմք լինի, որպեսզի այդ հիմքի վրա նորմալ իմունիտետ ինքը զարգացնի։ Բայց ավաղ այսօր կրծքով կերակրումը դարձել է խնդիր։ Այսինքն հիմնականում այս հաճախակի հիվանդացությունը կապված է կրծքով չկերակրման հետ։ Այո, իմունիտետը չի զարգանում, չէ՞։ Մենք ասում ենք 0-ից 5 տարեկան, եթե իմունիտետը մինչև 5 է մոր կրծքի կաթը պահում, այսինքն 0-ից 5 տարեկան երեխան եթե կրծքի կաթ չի կերել, ինքը ապահովված չէ։ Եվ դրա համար ինքը կարող է հաճախակի հիվանդանալ։ Այդ է պատճառը, դրա համար մենք ուզում ենք խթանել կրծքով կերակրումը, ամեն ճանապարհով ուզում ենք։ Ձեռնարկում ենք քայլեր այդ խթանման։ Այո, ձեռնարկում ենք, բրոշուրներ կան, այսպես ռադիո ալիքներով հորդորում ենք, հեռուստաեթերով հորդորում ենք, որ քան որ բնությունը ստեղծել է եւ կնոջը տվել է մայրություն, դա այդ մեկտեղ տվել է այդ երեխայի համար սնունդ, որ ամենալավն է, ամենաանվտանգն է եւ առողջարար։ Եվ պետք է օգտվել այդ շնորհից։ Այո, պետք է օգտվել։ Իհարկե, մեր գլոբալ զարգացումը մեր կանանց շեղում է այդ ճանապարհից, բերում է այլ հարթակ եւ երեխաները չեն ստանում կրծքի կաթ։ Ինչով է պայմանավորված այդ կրծքով կերակրումից հեշտ հրաժարվելը։
դա եւ լավ ասենք մորը ցերընտու է, բայց չեն մտածում նրանք երեխայի մասին։ Ես հիմա ասեմ, Պատճառներ կան լուրջ։ այո, պատճառներ կան, բայց ասեմ նախորդ, որ կրսկի կաթը որ տալիս է մայրը ծնտաբերությունից հետո առաջ 3 օրը ինքը խեժ է տալիս, չէ՞, խեժը դա բինտ կրսկի կաթն է, եւ երեխան այդ խեժը պետք է ուտի, որովհետեւ նորածնային շրջանում մինչեւ 5-րդ օրը, եթե երեխան կրսկի կաթը խեժի տեսքով չի ուտում, ապա նրա ուղեղի զարգացման process-ները հետ են մնում։ Այսինքն կրսկի խեժի մեջ կա 12 հատ անփոխարինելի ճարպաթթուներ, ամինաթթուներ, որոնք պետք է խթանեն գլխուղեղի զարգացումը երեխայի մոտ։ Դե եթե գլխուղեղը զարգանում է, այնտեղ նաև ռեֆլեքսներ են զարգանում, չէ՞։ Այո։ Կյանք ապահովող ռեֆլեքսները, բնածին ռեֆլեքսները զարգանում են։ Ու դրանից հետո փորձը հետազոտություն են կատարվել եւ տեսել են այդ երեխաները, ովքեր որ կրսկի կաթ չեն, խեժը չեն կեր առաջի 3 օրվա խեժը, նրանց IQ-ն, այսինքն մտածելա գործարքը այդ գնահատման տեսակ, հա, IQ-ն դա գործիքը որ գնահատում է մենտալիտետը տվյալ անձի, IQ-ն բավականին ընկած է լինում, ասենք 15 տարեկանի IQ-ն, եթե կրսկի խեժը չի կեր, նա համապատասխանում է 10 տարեկանի։ Պատկերացրեք ինչքան մեծ նշանակություն ունի կրսկի կաթի խեժը առաջին 3 օրվա։ Գոնե դա տան, հետո դրանից հետո ինչ են անում, կանայք ես չգիտեմ։ Արդեն դա մնում է իրենց խեժին։ Դե ինչպես գիտեք, մայրիչուզը որ երեխան դեֆեկտավոր լինի, չէ՞։ Միանշանակ։ Ուրեմն պետք է խելացի մտածել մեր կանայք, որովհետեւ իրենց սերունդին նորմալ ժամանակին խթանեն զարգացումը եւ հոգեբանական եւ ներաշնային համակարգի եւ ֆիզիկական պետք է զարգացեն, այսինքն կրսկի կաթը բարդատիր է։ Ինչ ուզում է լինել։ Մեր հաղորդումից հետո շատ կանանց մոտ, հա, իրենց այդ մտածողության մեջ բերկում կմտնի ու իրենք վճռորոշ կերպով այսպես երեխաներին կսկսեն կերակրել։ Հուսով եմ դա, որտեղ մենք ամեն օր մեր պոլիկլինիկայում դա անում ենք։ Եվ եթե ումել է դա անում, ասում են այնպես ամեն օր պետք է անես, ամեն ժամ պետք է հիշեցնես, որովհետեւ ինքը ընդունի։ Քանի որ կինը հիմա շեղված է, ինքը ուրիշ գործեր է կատարում, բայց այդ գործից ոնց որ շեղված է եւ չի ժամանակ էլ չունի դա կատարելու։ Բայց կարծում եմ, որ ինչ որ մի 5 րոպե, 10 րոպե ժամանակ կգտնեն, որովհետեւ ես մասին մտածի, որովհետեւ իրենք էլ ընտանիքը սպասում են առողջ երեխայի, չէ՞։ Իսկ առողջ երեխան դա հասարակության ձևավորման հիմքն է։ Եթե առողջ երեխա չեղավ, առողջ ընտանիք չեղավ, հասարակություն կլինի հիվանդագին, ինչքան ուզում ես դու հասարակությանը բուժի, օգնի, ոչինչ չի ստացվելու։ Շատ դեպքերում մայրերը նաև ասում են կաթ չունենք, հա, այս միտքն են հիմնականում առաջ բերում եւ ասում են երեխան կուրծքը չի բռնում։ Սրանք մոտ են իրականությանը։ Կաթ չունենալը ասեմ ձեզ, ես իմ պրակտիկամ հանդիպել եմ մոտավորապես մի 10 կանանց, ովքեր որ ծնտաբերել են կաթ չեն ունեցել հենց առաջ օրվանից, եւ երբ ես հարցրել եմ թե ձեր մայրիկը ձեզ քանի օր կամ ամիս է կերակրել, ասում են ոչ մի օր, այսինքն իրենց մամաները եւս չեն կերակրել իրենց, բայց դրանք հազվադեպ են։ Ես ասեցի մոտավորապես իմ պրակտիկան, ես երկար ժամանակվա մանկաբույժի ստաժ ունեմ եւ չեմ հանդիպել մեծ քանակությամբ այդպիսի կանանց, բայց ասենք խնդիրներ կան, որոնք իրոք ոչ թույլ չեն տալիս կերակրել կրսկով երեխային, դա այդ պատճառները լինում են մոր կողմից եւ պատճառներ կան, որ լինում են երեխայի կողմից։ Օրինակ կնոջ մոտ կարող է պատճառ լինել, որ հայության դասքում ինքը մի քիչ քաշ է ավելացել, գիրացել է, իսկ հիմա ուզում է մի քիչ 60-90 դառնա, պահպանել այդ կառուցվածքը, որի պատճառով գիտակցաբար հրաժարվում է երեխային կուրս տալու։ Բայց քանի որ ապտեկաներում, դեղատներում կա երեխային սնուցող ադապտացված խառնուրդներ եւ ինքը հեշտությամբ դա կարող եւ կերակրի։ Երկրորդ պատճառը կնոջ մոտ կարող է լինել կսկագեղձի ծորանների, երբ որ կինը ծնտաբերում է հորմոններ են արտադրվում պրոլակտին, որովհետեւ կսկագեղձերը սկսե աշխատեցնել։ Պրոլակտին հորմոնը ինքը կաթ արտադրող հորմոն է։ Ակտիվանալ։ Այո, կսկագեղձի մեջ կարող են պրոլակտինից ակտիվանալ կաթ արտադրող գեղձերը, բայց ծորանները կարող են խցանված լինել։ Այդ խցանված լինելու պատճառով կարող է կաթ չունենալ կինը։ Դրա համար մենք պետք է օգնենք
Ծնտաբերությունից հետո ծնտատանը պետք է օգնենք, տեսնենք, եթե 12-24 ժամվա մեջ կաթ չի լինում, ու պետք է մտածենք, որ այնտեղ կա ծորաների խցան, կամ այլ պատճառ կա, կամ պրոլակտինը քիչ արտադրվի։ Այդ պատճառները պետք է բացել, որովհետեւ մենք տեսնենք խնդիրն ինչու՞մ է։ Մյուս պատճառներից կարող է լինել պտուղի բացակայությունը։ Այսինքն կինը ծնտաբերում է եւ պտուղ չունի, երեխան չի կարող բռնել։ Դա համար ստիպված մի քանի կանայք սկսում են կրկնապտուղով երեխային կերակրել, որը իհարկե ճարահատյալ բան է, բայց չէ, մենք ունենք հիմա մի հատ մեխանիզմ շատ լավ դա զարգացած է, չգիտեմ ինչու չեն օգտագործում ոչ ծնտատանը, ոչ էլ մեծ մասսայական նույնության կանայք, դա երբ որ մենք ձևավորում ենք ներարգիճով 20 գրամանոց ներարգիճով մենք ձևավորում ենք պտուղ, այսինքն ինչպես մենք կտրում ենք ներարգիճի ասեղ տնելու տեղը, փորշինը հանում ենք, թարս ենք մտցնում, այդ թարս մտած տեղով պտուղին ենք միացնում եւ վակուումի պես քաշում ենք։ Այդ ժամանակ պտուղը դուրս է գալիս դեպի ներարգիճի մեջ։ Լավնի երևում է, այսինքն արկա երևում է։ Այդ ժամանակ կինը կարող է բոլոր ծորանները մերսել, մասաժանել, որպեսզի ծորանները բացվի, կաթը գալստվի ներարգիճի մեջ։ Դրանից հետո որ հանում ենք, իշքան կաթ որ եկավ, դա պահում ենք որ երեխային կերակրենք։ Դրանից հետո պտուղը արդեն դուրս է գացել լինում, այն աշճանի որ երեխան կարող է հանգիստ բռնել։ Երեխան բռնում սկսում է ուտել։ Վերջում նոր այդ սկզբնական կաթը մենք տալիս ենք երեխային ներարգիճով, գդալով կամ բաժակով։ Ճիշտ է, տարբերակները մի փոքր դժվար են, հա, կնոջ համար միգուցե նաև ցավոտ, բայց այնուամենայնիվ հանուն երեխայի առողջության պետք է գնալ այդ քայլը։ Չէ, այստեղ պետք է ցանկություն եւ եթե ապրում ես կեսրոջ հետ երկու կանայք տանջվեն, երկու երեխոր, որովհետեւ այդ խնդիրը լուծեն եւ լուծվում է պատկերացրեք։ Ամենայն դեպս դա արժե։ Այո, նույնիսկ տեսեք ինչպես է եղել, երբ որ կինը ծնտաբերել է եւ երեխան մահացել է։ Ինքը այդ ստրեսից կաթը կտրել է, չէ՞, հետեզարգե կաթը կտրել է։ Մենք նաեւ ունենք երկրորդ մեխանիզմը կաթադրելու։ Ուրեմն երեխային ուրիշ երեխայի ասենք, պետք է խթանենք կսկի կաթը կնոջ մոտ, ծնտաբերած կնոջ կսկի կաթը որ կտրվել էր, չկար։ Ուրեմն վերցնում ենք շպրիցով, ներարգիճով կաթ, կսկի կաթ եւ մի այդ խողովակի, էլաստիկ խողովակի մի ծայրը մոտեցում ենք կնոջ կսկագերձին, պտուղի կողքը դնում ենք եւ երեխային մոտեցնում ենք կսկին։ Երեխան կուրսկը բռնում է, պտուղը բռնում է, հա, մենք այնտեղ ներարգիճից քիչ կաթ ենք տալիս։ Երեխան գիտե թե ինքը կուրսն է ծածում երդերից, այո, այնտեղից կաթ է գալիս եւ ինքը սկսում է այդ կաթը, ինքը սկսում է պտուղը ծծել եւ արդեն ռեֆլեկտոր այդ ծծելու process-ի ընթացքում աշխատում է ռեֆլեքս։ Պրոլակտինը արտադրվում է եւ այդ պրոլակտինի ֆոնի վրա ինքը սկսում է հետո կուրսը աշխատացնել, այսինքն կրծում արդեն կաթ կա։ Մենք այդ բանել ենք անում։ Բայց այդ ասենք դրան ես օրինակ երկու դեպք եմ տեսել։ Շատ տարածված չէ, որովհետեւ ես կարողանամ ասել, թե մենք կարող ենք այդպես օգնել։ Բժիշկ, քանի որ դուք կրծքով կերակրման հետ կապված շատ հետաքրքիր տարբերակներ ասացիք եւ ես հուսամ, որ մեր հեռուստադիտողները ականջալուր կլինեն ձեզ, քանի որ ռեժիսորն էլ ինձ հուշում է, որ մեր հաղորդումը մոտեցել է իր ավարտին, ես կուզենամ, որպեսզի վերջում ավանդաբար ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Ես ցանկանում եմ, որ մեր հեռուստադիտողները եւ ռադիո ունկնդիրները այն ինչ որ մենք քննարկում ենք մեր ստուդիայում, իրենք դա կատարեն։ Լինում են, տեսեք, ես պացիենտին բացատրում եմ, որ պետք է այսպես քայլեր անենք, որպեսզի գնանք հասնենք այն նպատակին, որին նոր ես եւ դուք ընտրել եք։ Այսինքն երկուսով մենք պետք է գնանք ձեր վիճակը կարգավորելու մեջ։ Հիվանդությանը թողնելով մենակ։ Եթե մենք այսպես քայլերով գնանք, մենք հասնենք այն նպատակին, որը որ դրել ենք, դուք եւ ես։ Հիվանդը այն մուլտֆիլմ կա, չէ՞, ֆիլմ, այն աղջնակը, որ պետք է բայ, ասում եք խոհանում է,
ու գնում է չի անում։ Ես ցանկանում եմ մեր ունկնդիրները ինչ որ այստեղ լսեցին, այնպես կատարեն։ Այո, կատարելու ընթացքում ինֆորմացիա մենք տվել ենք։ Այո։ Եվ մենք ակնկալում ենք, որ նրանք կկատարեն։ Եվ եթե նրանք սկսեցին կատարելը, մեր գործը հեշտանում է 90%-ով։ Շնորհակալ ենք շատ, ամենայն դեպս առաջնային առողջ սերունդ ունենալն է։ Այո, իհարկե առողջ հասարակություն։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 3 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանին։ Ականջալուր լինենք բժշկի հորդորներին եւ լինենք առողջ։ Մեդինֆոն եթերում կհանդիպենք։